Ֆակտոր TV Արփի Հակոբյան։ Պարոն Փամփուխչյան, անցյալ տարի 2025-ին փոսային նորոգումներն իրականացրել է AAB պրոյեկտ ընկերությունը 2 միլիարդ 2 միլիոն ներողություն $836,000 եւ ուշագրավն այն է, որ դուք պայմանագիր կնքել եք մի ընկերության հետ, որի թույլ տված խախտումների համար նախկինում արված խախտումների համար քրեական գործ էր հարուցվել եւ հիմա Երևանի քաղաքապետարանում չգիտեն թե ինչպես պետք է պարզեն, արդյոք այդ ընկերության արած փոստանորոգման աշխատանքները որակով են թե անորակ։ Խնդրում եմ ասեք, ցանկություն չունեք պարզելու, թե պարզապես մեխանիզմներ չկան պարզելու համար եւ ինչու այդ ընկերությունը, այս 5 ընկերությունները, որոնք ներկայում իրականացնում են փոստանորոգման աշխատանքներ, չկա այդ ընկերությունը այդ 5 ընկերությունների ցանկում։ Եվ խնդրում եմ ասեք, ինչու եք տենդերները հայտարարում բիտումային էմուլսիայով, ոչ թե հենց բիտումով, որ ավելի որակով լինեն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Հակոբյան, վերջի հարցից կամ ըստ էության շինարարության մեջ, որը ստանդարտներով այդ բիտումային էմուլսիան նույնպես ընդունելի տարբերակ է, որը որ 70 աստիճան են, եթե չեմ սխալվում, միգուցե դետալների մեջ պլյուս մինուսով սխալվեմ, 70 աստիճան է պահանջում տաքությունը, հենց բուն բիտումը 160, բայց դա նույնպես ընդունված է շինարարության մեջ, այսինքն դրա մեջ որևէ տարբերություն չկա։ Ինչ վերաբերվում է առաջի հարցին, ես հենց նոր մեկ փաստ արձանագրեցի, չգիտեմ դուք այստեղ եք լսեցիք թե ոչ, հենց խոսքը վերաբերվում էր այդ ընկերության կողմից իրականացնող կամ իր հետ փոխկապակցված, լավ այսպես ասեմ, փոխկապակցված ընկերության հետ էր կապված խնդիրը, դա Վարդանանց փողոցը, որը որ ես նշեցի, մենք նկատել ենք այդ խնդիրը եւ շատ մոտ օրերս այդ խնդիրը պետք է ստանա պատշաճ լուծում, այսինքն առանց բիտումի իրականացված աշխատանքը կքանդվի ամբողջությամբ այդ փոսալցումը, իդեպ որ տեսնեք, իմացեք, որ դա է պատճառը, այսինքն այն ասֆալտը, որը որ ներկապային իրականացվել է, դա չի համապատասխանում մեր ստանդարտներին։ Այդ խնդիրը նկատել է մեր շինբարեկարգման համապատասխան աշխատակիցը կամ աշխատակիցները, բարձրացրել է խնդիրը եւ այդ խնդիրը պետք է ստանա պատշաճ լուծում։ Պարոն Փամփուխչյան, գուցե անցյալ տարի են առանց բիտում իրականացրել, ինչու պատշաճ վերահսկողություն չի իրականացվում, օրինակ ինչու շինբարեկարգման վարչությունը չի հսկում այդ կատարված աշխատանքները, ինչպես նաեւ երաշխիքի պայմանագիրն դեռ ուժի մեջ է մինչեւ 26-ի ամառ։ Այո, երաշխիքի պայմանագրերը ուժի մեջ են, երաշխիքային պարտավորությունները նույնպես կկատարեն եւ ես ձեզ պատասխանատու հայտարարում եմ, որ մենք չունենք 5 կազմակերպություն կլինի շահողը թե 7 կամ թե 1, մենք չունենք որևէ միտում չնկատելու, նկատելու դեպքում մենք իրականացնում ենք մեր լիազորությունները, որը որ մեզ վերապահված է եւ բոլոր շինարարները այդ մասին տեղյակ են, գիտեն, որ մենք որևէ միտում չունենք որևէ խախտում տեսնել կամ չտեսնելու հետ կապված։ Մենք բոլոր խախտումները ցանկանում ենք տեսնել, այդ թվում ձեր միջոցով։ Շնորհակալություն։ Իսկ այդ 5 ընկերությունների համար ընկերություններին գումար վճարվում է, որովհետև երաշխիքի պայմանագիրը ենթադրում է, որ անվճար պետք է շտկեն իրենց աշխատանքները։ Բնականաբար գումար չի վճարվում, ես ինչպես նշեցի, եթե երաշխիքի մեջ է, մենք ունենք բազմաթիվ դեպքեր, մենք ունենք նաև դեպքեր նախորդ տարվա հետ կապված, որ մի քանի անգամ նույն գործողությունը շինարարները կատարել են առանց վճարվելու, որովհետև թե եղել է երաշխիքի մեջ եւ թե եղել է մեր ընթացակարգերի եւ կանոնների խախտման աշխատանքներ։ Մերի Մանուկյան 24-րդ, պարոն փոխքաղաքապետ, որքան էլ փորձեք առաջացած փոսերի վերաբերյալ արդարացումներ կամ պատճառներ գտնել, բայց հատկանշական է մեկ փաստ, որ առատ տեղումները ոչ միայն Երևանում էին, այլ նաև ամբողջ հանրապետությունով մեկ։ Եվ անգամ քաղաքացիները դժգոհությունների ժամանակ, երբ բարձրաձայնում էին, նշում էին, որ գյուղերում ավելի լավ է ասֆալտը, քան Երևան քաղաքում։ Գյուղերից կարողանում են գալ հասնել մայրաքաղաք, բայց արդեն մայրաքաղաք խրամատներ հիշեցնող փոսեր են։ Այսինքն միջպետական ճանապարհներին ըստ էության ավելի շատ աղուավազ է օգտագործում, քանի որ քաղաքապետը նշել էր, որ աղն է եղել հիմնականում խնդիրը, որ նման փոսեր են առաջացել։ Այստեղ ամենաէականն այն է, որ որակյալ ասֆալտ չի արվում, իսկ մայրաքաղաքից դուրս, երբ որ լցվել են աղուավազները, նման իրավիճակ չի առաջացել, ինչպես մայրաքաղաքում է։ Շնորհակալություն։ Տեսեք, բոլորիս պարզ է, չէ, որ ժողովուրդ ջան, մենք անցյալ տարի կամ նախանցյալ տարի ամբողջ Երևանը չենք ասֆալտապարել, դա բոլորս գիտենք, ճիշտ է։ Հիմա ես դες նշեցի փողոցներ, կարող եմ նշել նաև 24 թվականի փողոցները, որտեղ որ իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ, այդ հատվածներում ըստ էության մենք չունենք խնդիրներ։ Այսինքն այստեղ հարցը ասֆալտի
կատարման ժամկետների մեջ է, թե երբ է այդ փողոցը ասֆալտապատվել, որին որ նաև նպաստել է աղը, որովհետև միայն աղի հետևանքով, եթե նույն աղը լիներ պատճառը, Էրեբունի փողոցը պայմանական եմ նշում, կամ Վաղարշյան փողոցը նույնպես պետք է լիներ փոսերով, բայց չի եղել նրա համար, որովհետև թարմ ասֆալտ է եղել եւ որակով է եղել։ Իսկ հին արված ասֆալտ, այսինքն մի քանի տարիների վաղեմություն ունի այդ ասֆալտը, անկախ իր որակական հատկություններից, ինքը ունի որոշակի տևողության ժամկետ։ Եվ ըստ էության նաև աղն է նպաստել է պայմանները եւ դրանից են առաջացել։ Այսինքն հիմա տեսեք, որ անընդհատ ասվում է, որ ասֆալտը անորակ է, եկեք միասին ուղղակի դուրս գանք եւ տեսնենք, թե տվյալ ձեր նշած կետում, որը որ դուք համարում եք անորակ, երբ է այդտեղ իրականացվել ասֆալտապատում, վերջին անգամ, որովհետեւ ամենավորակյալ ասֆալտն ինչ-որ մի փուլում ինքը ունենում է խնդիրներ, այսինքն մի քանի տարիների ընթացքում հիմա չեմ կարող ասել 1 կամ 2, բայց փաստը ցույց է տալիս, որ 2 տարի առաջվա արած ասֆալտի հետ կապված մենք որևէ խնդիր չենք ունեցել։ Եվ մենք դա հատուկ այս վերջի շրջանում մենք կոնկրետ մոնիթորինգ ենք իրականացրել այն հատվածներում, որտեղ որ մենք փոսալություններ ենք իրականացրել, ինչպես նաև դե էլ չասեմ, որ այդ միջին նորոգում իրականացրած հատվածներում, որը որ վստահաբար բոլորդ այդ փողոցներով անցնում եք եւ նկատելի է, օրինակ Գայի փողոց, Էրեբունի փողոց, Վաղարշյան փողոց, Քոչարի ինչ-որ մի հատված Դրանք են փողոցներն են, որտեղ որ մենք իրականացրել ենք միջին նորոգում եւ այդ փողոցներում գետ 1 փոս չկա։